Ինչ կասեք, եթե ասեմ, որ գոյություն ունի մի գիրք, որը 1000 տարի շարունակ համարվել է ավելին, քան պարզապես տեքստ։ Մի գիրք, որը սարսափեցրել է հերետիկոսներին, բայց բուժել է անբուժելիներին։ Դարեր շարունակ հայոց մայրերը այս գիրքը դրել են իրենց երեխաների բարձի տակ, որպես կենդանի վահան մահվան դեմ։ Սա Նարեկն է։ Բայց գիտեք արդյոք, թե ինչու է այս գիրքը մինչ օրս շոկի ենթարկում գիտնականներին, աստվածաբաններին եւ նույնիսկ ժամանակակից հոգեբուժներին։ Նարեկացին իր մատյան ողբերգության գրքում չի աղոթում միայն իր համար։ Նա հայտարարում է, որ իր մեջ ներառում է ողջ մեղսագործ մարդկությանը, սկսած առաջին մարդուց՝ Ադամից, մինչև աշխարհի վերջին բնակիչը։ Սա նշանակում է, որ նա իրեն մեղավոր է զգում անգամ այն մեղքերի համար, որոնք դուք կամ ես դեռ չենք գործել։ Նա ստանձնել է բոլորիս պատասխանատվությունը Աստծո առաջ, դառնալով մարդկության ձայնը։ Լեգենդն ասում է, որ Նարեկացու հակառակորդները եկել էին նրան մեղադրելու պահքը խախտելու եւ կեղծավորության մեջ։ Երբ նրանք մտնում են Սուրբ խուցը, տեսնում են սեղանին դրված խորոված աղավնիներ։ Այդ պահին Նարեկացին հանգիստ դիմում է թռչուններին. «Բարի հյուրեր, կամ կերեք, կամ հրաման տվեք, որ թռչեն»։ Նրա խոսքից հետո խորոված աղավնիները ակնթարթորեն կենդանանում են, փետրավորվում եւ թռչում դեպի երկինք։ Սա ապշեցրեց բոլորին եւ ապացուցեց, որ նրա խոսքը կարող է կյանք տալ անգամ մահացածին։ Սա հեքիաթ չէ, սա հավատքի ուժն է, որը 2015 թվականին ստիպեց Վատիկանին խախտել բոլոր կանոնները։ Գրիգոր Նարեկացին դարձավ միակ սուրբը, որը չլինելով կաթոլիկ հռչակվեց տիեզերական եկեղեցու վարդապետ։ Ինչպես կարող էր մեկ մարդու ձայնը լսելի լինել 1000 տարի անց եւ միավորել աշխարհի հզորներին։ Այսօր 21-րդ դարում բժշկության պրոֆեսորները օգտագործում են այս աղոթքները հոգեկան ծանր հիվանդություններ բուժելու համար։ Սա միակ գիրքն է աշխարհում, որի տառերը համարվում են մարմին, իսկ իմաստը հոգի։ Նարեկացին գտել էր այն կոդը, որով մարդու հոգին կարող է ուղղակիորեն կապվել տիեզերքի արարչի հետ առանց միջնորդների։ Նա խոսում էր Աստծո հետ այնքան անկեղծ, որ նույնիսկ մահը չկարողացավ նրան լռեցնել։ Եթե մեկ գիրքը կարող է կենդանացնել թռչուններին, բուժել հոգին եւ միավորել հակամարտող եկեղեցիները, ապա ի՞նչն է ձեզ խանգարում բացել սեփական հոգու դռները։ Արդյոք դուք պատրաստ եք լսել ձեր սրտի խորքից եկող այն ձայնը, որից նույնիսկ դևերն են սարսափում։ Միացեք Արգամ բլոգի էջերին, չմոռանաք լայքել տեսանյութը։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։